Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջում նոր տեսանյութ է հրապարակել եւ վերնագրել երկուշաբթի։ Տեսանյութի համաձայն Փաշինյանն աշխատանքի է գնացել հանրային տրանսպորտով, ավտոբուսով, զրուցել քաղաքացիների հետ։ Տեսանյութում քաղաքացիներից մեկը փողոցում Փաշինյանին նամակ է փոխանցում, ինչը զարմանալի է, քանի որ անհասկանալի է, թե որտեղից նա գիտեր, որ կառավարության ղեկավարն անցել է այդ հատվածով։ Փաշինյանի տեսանյութին արձագանքել են նաեւ քաղաքացիները։ Քիչ առաջ ես ու Նիկոլ Փաշինյանը քաղաքային տարբեր տրանսպորտ էինք նստել։ Իմ նստած տրանսպորտում մարդկանց շատությունից անգամ դռները չէր փակվում, Նիկոլի նստած տրանսպորտում անգամ իր ախրանան էր տեղավորվել։ Այսպես ապրում ենք մեր դառը, բայց իրական ու նիկոլական կեղծ Հայաստանում։ Ամեն տեղ խաբում են, ամենամեծ խաբեության ժամանակներն ենք ապրում, գրել է օգտատեր Ռուզան Ավետիսյանը։ Նա միևնույն ժամանակ Վաղաշապատի բնակիչներին կոչ է արել զգոն լինել։ Ձերբակալվել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբայրն ու նրա որդին կալանքի միջնորդությունը ներկայացվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտել է։ Նրանք ձերբակալվել են։ Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեսանյութ է հրապարակել կից գրելով. Վաղաշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանը Facebook-ի էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16-ին Աստասի սահմաններում կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը։ Զոհրաբյանը նշել է, որ որևէ նման բան չի եղել, դատարանը վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորելու միջնորդությունը կքննի առաջիկա ժամերին։ Փրկարարները 3 հայտնաբերել են Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրանով Անեսովի դին։ ՆԳՆ-ից այս կապակցությամբ հայտնել էին, որ երեխայի մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին ժամը 15-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշնամիջյան հատվածում։ Այսօր արդեն նախարար Արփինե Սարգսյանն ասել է, որ սեփական հայրն է խեղդամահ արել 3-ամյա Տիգրանին։ Շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տնից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին, նշել է նա։ Փոքրիկի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, ինչի արդիվ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ այս գործով 1 հոգի ենթադրաբար հայրը Արմենով Անեսովը սպանության մեղադրանքով ձերբակալված է։ Ավելի ուշ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 3-ամյա Տիգրանն անհետացել էր նախորդ երկուշաբթի, իրենից 2 տարով մեծ եղբոր հետ խաղալիս են եղել։ Եղբայրը, որ հաշմանդամություն ունի, չի խոսում, տուն է վերադարձել, փոքրիկը ոչ։ Երեխաների հորաքույրը պատմել էր, որ համր եղբայրը կոկորդն է ցույց տվել, երբ փորձել են մի բան ճշտել։ 5-ամյա հաշմանդամությամբ տղան հորաքրոջ պնդման փոքրիկի անհետանալուց հետո անհագիստ է եղել, փոխված։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը ադրբեջանցի պետական մեղադրողն ապացուցված է համարել Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակական հերթական շինծ ու դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Ֆյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 1998 թվականից մինչև 2023-ի սեպտեմբերի 20-ը։ Հարցաքննվել են մեղադրյալները, տուժածներն ու վկաները, իբրև մեղադրող կողմ մենք կարծում ենք, որ մեղադրյալների մեղքը հիմնավորված է ապացույցներով։ Իր մեղադրական ճառում ասել է Ալիևը, ընդգծելով, թե շուրջ 1 տարի տևած դատաքննության ընթացքում մոտ 100 նիստ են գումարել։ Ֆյուսալ Ալիևը նաև հայտարարել է, թե իբր մեղադրյալներն անուղղակի մասնակցել են այն այսպես կոչված հանցագործություններին, որոնք Հայաստանի պետությունը իրականացրել է սկսած 1998-ից մինչև 2023-ի սեպտեմբերը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու եւ իրականացնելու ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնիզավթման եւ այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ի դեպ, մեղադրող դատախազը պնդել է, թե դատարանի առջև այսօր կանգնած են բազմաթիվ հանցագործություններ իրականացրած անձանց ընդամենը մի մասը։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ նրանց հետ միասին դատարանի առջև կանգնած 15 հայերի համար մեղադրողի պահանջած պատժաչափերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում, սակայն ակնկալվում է, որ նրանք հիմնականում ՑՄ ազատազրկման են դատապարտվելու։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե իբր տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են իր երկրի պատմությունը եւ այս քարոզչությունն այսօր էլ շարունակվում է։ Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է իրականացնել ավելի շատ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ։ Ալիևի խոսքով 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն։ Չկա Սևանա լիճ, բայց կա Գոլչա լիճ։ Նրա պնդմամբ այդ քարտեզները պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ էթնիկ կազմը փոխելու համար։ Այդ քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը, մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք, հայտարարել է Ալիևը, շեշտելով նաեւ, որ ադրբեջանցիների վերադարձ իրենց այսպես կոչված պատմական հողեր, այսինքն այսօրվա Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Ես արդեն ասել եմ, մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Պետական մարմինները, հասարակական կազմակերպությունները եւ իհարկե գիտնականները պետք է աշխատեն այս ուղղությամբ, ասել է Ադրբեջանի նախագահը։ Լրագրողների հետ զրույցում Ալիևին արձագանքել է Ալեն Սիմոնյանը, համոզմունք հայտնելով, որ այն ուղղված է իր երկրի ներքին լսարանին։ Ավելացնելու բան դրան չունեմ, համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը որ գոյություն ունի, բայց միևնույն ժամանակ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանելու իմաստ չեմ տեսնում։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը, որ ասում եմ, մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չէ, ասում է, որ պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով, ասել է նա։ Երևանի քաղաքային տրանսպորտում նախորդ ամիս առանց տոմս երթևեկելու այլանդի արտոնություններից օգտվելու տոմս ունենալով հանդերձ այն չվավերացնելու համար 935 ուղևորտ ուղղանվել է։ Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում այս մասին հայտնեց քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը։ Պաշտոնյայի խոսքով 673 տուգանքի որոշումը կայացվել է առանց տոմս երթևեկելու համար, 89 այլանդի արտոնությունից օգտվելու եւ 173-ը վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Միաժամանակ քաղաքացիների կողմից ստացվել են շուրջ 100 վարչական բողոքներ, որոնցից 89 գործ մերժվել է անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառով, իսկ 11 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ, հաշվի առնելով կատարված վճարման վավերացման եւ վալիդատորի հետ առկա խնդիրն, ինչպես նաեւ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲ-ի կողմից տրված պարզաբանումը, նշեց Բաբայանը։ 3 նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի սպիտակ խոշորացված համայնքի նոր Խաչակապ բնակավայրի տարածքում բախվել են Մազդա եւ Օպել Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են սպիտակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունները։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։